արտաքին քաղաքականության մեջ ակտիվացում է նկատվում Փաշինյանը համենայն դեպս տարբեր վոյաժներով փորձում է վերահաստատել, որ խաղաղության օրակարգը այսպես կոչված շարունակում է հետաքրքրող մնալ։ Ձեր տպավորությամբ ուր է տանելու Փաշինյանի խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետությունը եւ այլընտրանքը որն է, եթե կարծում եք, որ դա կեղծ խաղաղության թեզ է, ինչպես հաճախ նշում են ընդդիմադիր գործիչները։ Շնորհակալություն հարցի համար եւ շնորհակալ եմ, որ շատ կարևոր, ամենակարևոր հարցերից եք սկսում մեր զրույցը, որովհետև այո, խաղաղության եւ պատերազմի թեման այսօր շատ արդիական է, հատկապես Հայաստանի Հանրապետության եւ մեր տարածաշրջանի համար, եւ որքան էր այսօրվա կառավարիչը վարչապետի Աթոռի նստած անձը խոսի այն մասին, փորձի համոզել, ապացուցել, որ մեր երկիրը գնում է խաղաղության, որ իր միակ նպատակը դեպի խաղաղություն գնալն է, բացարձակ անհամոզիչ է այն համապատկերի վրա, որ ամբողջ աշխարհում բոլոր պետությունները այսօր ավելացնում են իրենց ռազմական բյուջեները, բոլոր պետությունները, այդ թվում նաև մեր հարևան Ադրբեջանը։ Երբ որ գերհզոր պետությունները ավելացնում են իրենց ռազմական բյուջեն, բանակին ավելի շատ են մատակարարում, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման հզոր գերտերությունը իր պաշտպանության նախարարությունը վերափոխում է պատերազմի նախարարության, այս համապատկերի վրա խոսել միանշանակ խաղաղության մասին, որ մի Նիկոլ Փաշինյան բերել է խաղաղություն այս տարածաշրջանում, առնվազն ծիծաղելի է, եթե չասենք ողբերգական։ Չի կարող լինել խաղաղություն մի պետության ներսում, որտեղ պատերազմ է ոչ միայն ներքաղաքական կյանքում, այլև արտաքին քաղաքական կյանքում։ Չի կարող լինել խաղաղություն մի պետության համար, որը բանակի բյուջեն կրճատում է, որը ծառայության ժամկետները կրճատում է, համենայնիվս հայտարարել է այդ մասին, որ կրճատելու է, որը ասում է, որ մեզ բանակ պետք չի եւ սահմանապահ ուժերը կարող են մեր սահմանները ապահովել, եւ չի կարող լինել խաղաղություն մի պետության համար, որ բոլոր պրոֆեսիոնալ զինվորականներին հիմնական զինվորականներին, որոնք Արցախյան բոլոր պատերազմներում եղել են առաջնագծում եւ եղել են պաշտպանիչ եւ հրամանատարներ, բռնում է, փակում է, այդ մարդկանց ուղակի մեկուսացնում է իրական կյանքից։ Չի կարող լինել այս տարածաշրջանում խաղաղություն, հատկապես Հայաստանի Հանրապետության համար, քանի դեռ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Տիկին Եսայան այսօր Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանը մամուլի ասուլիսով հանդես եկավ, նա նաև անդրադարձավ իմպիչմենտի օրակարգին, նշելով, որ նախ այդ հարցը իր համար կարևոր է եւ իր սիրած թեման է, քանի որ հանրապետականն է նախաձեռնել, նա նշեց, որ իրենք իրենց ձայները տվել են եւ հիմա սպասում են, նաեւ նշեց, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա այս 2 ամիսների ընթացքում, եթե օրինակ սկսի այդ թեման ակտիվանալ հունվարին կամ փետրվարին, նա արդեն անլուրջ կվերաբերվի, որովհետեւ ըստ էության ընտրական process-ներին մնալու է 2 ամիս։ Ես շնորհակալ եմ, որ երկրորդ նախագահը կարևորում է արդեն իմպիչմենտի թեման, որովհետեւ դուք շատ լավ հիշում եք, թե Հայաստան խմբակցության падգամավորները եւ ինքը Ռոբերտ Քոչյանը, ինչպես էր վերաբերում ամիսներ առաջ, մոտ 4 ամիս առաջ իմպիչմենտի գործընթացին համարում էին անլուրջ, ընդ որում ոմանք այնքան հեռու գնացին, որ համարում էին, որ իմպիչմենտի գործընթացը ուղղված է Ռոբերտ Քոչյանի դեմ։ Ես ուրախ եմ, որ վերադարձել են տրամաբանության դաշտ եւ հասկանում են, որ այս պահին Հայաստանի Հանրապետության համար միակ սահմանադրական ճանապարհը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվելու համար մնում է այդ կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացը։ Եվ եթե ստորագրությունները տվել են ու մտածում են, որ դրանով այլևս իրենք անելիք չունեն, սա չեմ համարում քաղաքական մոտեցում, սա չեմ համարում միասնականությանը ուղղված գործընթաց, որովհետև եթե անվստահություն հայտնել Նիկոլի կառավարությանը, ապա անվստահություն պետք է հայտնել բոլոր ընդդիմադիր ուժերը միասին եւ միասնական։ Տիկին Եսայան, նույն ասուլիսում Քոչարյան Ռոբերտը նախ ասաց, որ սոցիալական հարցումներին չի հավատում, բայց միաժամանակ ինչ-որ սոցիալական հարցումների հղում արեց եւ ասաց, որ խորհրդարան կանցնեն Փաշինյանից բացի եւս 2 ուժ, եւ այդ մեկը իրենք են, մյուսն էլ Սամվել Կարապետյանն են։ Դուք ինչքանով եք իրատեսական համարում նրա այս հայտարարությունը։ Ես չեմ կարծում, որ մարդը ով ասում է, որ գիտեք հավես չկար, 7-8 օր մարզերում շրջել մարդկանց հետ հա։ Ես չեմ ուզում մտածել, որ հանրապետության այդքան էլ ճիշտ, շնորհակալություն, առողջություն։ Ես չեմ ուզում մտածել, որ հանրապետության երկրորդ նախագահը հավակնում է Վանգայի կամ Նոստրադամուսի դերակատարմանը, որովհետև նման կանխատեսում անելը առնվազն պիտի, չգիտեմ, էքստրասենս լինես, սովորաբար էքստրասենսների կանխատեսումներն էլ 99%-ով չեն իրականանում, եւ առնվազն տարօրինակ է, որ նման պնդում է անում նման հաստատուն տոնայնությամբ
որովհետև քաղաքականությունը միշտ էլ հնարավորինի արվեստ է, քաղաքականությունը միշտ էլ երբեք միասա երբեկի արվեստ է, եւ քաղաքականությունը այո անակնկալներ է պարունակում։ Ես կարծում եմ պարզապես երկրորդ նախագահի ցանկությունն է դա, որ անցնեն այդ երկու ուժերը, ընդ որում շատ տարօրինակ է, որ միանալով իմպիչմենտի գործընթացին ստորագրությունները տալով ինքը թվարկում է իրենց եւ Սամվել Կարապետյանի ուժը։ Ես միայն ուրախ կլինեմ, որ Սամվել Կարապետյանի ուժը, որը դեռ չի ստեղծվել, որը ըստ էության չկա, մենք չգիտենք այդ կուսակցության անունը, ես միայն ուրախ կլինեմ երկու ձեռքով կողմ, որ այդ ուժը վերջապես ստեղծվի եւ անցնի խորհրդարան։ Իսկ երբ որ Քոչարյանը ասում է, որ մենք մեր թիմով մասնակցելու ենք, դուք ինչ եք կարծում, ում նկատի ունի, դարձյալ դաշնակցությանը։ Եթե դուք ասուլիսին ներկայ եք, այդ հարցը պիտի ուղղեիք պարոն Քոչարյանին, թե ինքը ում նկատի ունի, որ ասում է մենք մեր թիմով, դե ուրեմն պետք է նախ իրեն հարցնել, չգիտեմ ինքը ում նկատի ունի, այդուհանդերձ ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը, բոլոր գործիչները այսօր կարծես իրենց տեղավորել են նախընտրական տրամաբանության մեջ, բայց ես կարծում եմ մինչ այդ տրամաբանության մեջ հիմնավորվել է, պետք է բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը իրենց դնեն անվստահության գործընթացի մեջ եւ ջանք ու երանգ չխրայեն, որպեսզի այդ անվստահության գործընթացը ի վերջո իրականություն դառնա, որովհետեւ ես էլի եմ ասում, միշտ եմ ասել, եթե մենք 26 թվականի ընտրություններին գնում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ, մենք գնում ենք, այսինքն պարտությամբ։ Նիկոլ Փաշինյանը նոր ընտրություններում պարլամենտական պիտի չլինի իշխանություն եւ դրա համար բոլոր ուժերը, Քոչարյանի ուժերը, Դաշնակցությունը, բոլոր ընդդիմադիր ուժերը, նոր ստեղծվելիք Սամվել Կարապետյանի ուժը, որը հուսամ կստեղծվի, այն բոլոր գործիչները, որոնք տարբեր տարիներ աշխատել են եւ այսօր հայտարարություններ են անում, որ իրենք մտնում են քաղաքականություն, այսպես հպարտորեն եւ չեն ասում, թե իրենք ինչ տրամադրվածություն, ինչ մտքեր ունեն անվստահության գործընթացի մասին, այդ բոլոր ուժերը պետք է հասկանան, որ այս անվստահության գործընթացը պետք է նաև իրենց աջակցությամբ, իրենց մասնակցությամբ իրականություն դառնա։ Եթե չեմ սխալվում, ձեր ասացի սկրինշոթն էր տարածվում, որ ասել եք 7-8 պատգամավոր կա ԿՓ-ից, որ պատրաստ են միանալ։ Կան արդեն, հա։ Կարծում եմ ավելին կան, անուններ չենք ասելու, չեմ ասելու, որովհետև այդ մարդկանց մենք հարվածի տակ ենք դնում։ Եթե դուք հետևել եք պարլամենտում իրավական հարցերի հանձնաժողովում պատիվ ունեմի պատգամավորների ներկայացրած հայտարարությանը եւ նրանց այդ դեմ քվեարկելուն, ես հետևել եմ ամբողջ ընթացքում եւ անկեղծորեն խղճացել եմ ԿՊ-ական ընկին պատգամավորներին, որոնք ջանք ու երանգ չէին խնայում իրենց շեֆին Նիկոլին ապացուցելու, որ իրենք այդ 7 հոգու մեջ չեն։ Այսինքն իրենց մեջ արդեն այնպիսի մի աժոտաժ եւ իրարանցում եւ վախի մթնոլորտ է, որ իրոք այդ մարդիկ կան իրականում եւ իրենցից յուրաքանչյուրը հիմա փորձելու է Նիկոլի մուրճից զգուշանալ, որ հանկարծ մինչեւ բուն գործընթացը հանկարծ Նիկոլի մտքով չանցնի, որ այս կամ այն մի падգամավոր իր ԿՊ-ական այդ 7 հոգու կամ ավելի շատ մեծ թվի մեջ է։ Այո, կան ԿՊ-ականներ, ես իրենց մասին առհասարակ լավ կարծիք չունեմ ամբողջ թիմի մասին, բայց կան այնտեղ հատուկ են անհատներ, որոնք իրենք էլ հասկանում են, որ երկիրը գնում է կործանման, որ Նիկոլի իշխանությամբ հնարավոր չէ ունենալ հայկական պետականություն, իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց ձայնը լինելու է կարևոր։ Ես կարծում եմ, երբ որ ընդդիմությանը հաջողվի քրիտիկական մասսան հավաքել, փողոցը գեներացնել, երբ որ ընդդիմությանը հաջողվի այդ բոլոր ստորագրությունները մտցնել ազգային ժողով եւ իրական հողի վրա սկսել անվստահության գործընթացը, այդ 7 հոգին մի քանի անգամ ավելանալու է։ Ձեզ ուղղակի վստահեցնում եմ, որտեղ էլի եմ ասում, ես որ 96 թվականից քաղաքականությունից մի քիչ բան եմ հասկանում, ես հասկանում եմ, որ քաղաքականությունը նաև այսպիսի բան է, անակնկալներ է պարունակում, մնում է, որ ընդդիմության բոլոր թևերը, եւ քոչարանական թևը, եւ այն մյուս բոլոր թևերը, եւ նոր ստեղծվելիք, եւ այդպես հպարտկեցվածքով իրենց քաղաքական գործընթացի մեջ մտնելը հայտարարող անհատներ եւ գործիչներ լծվեն նույն գործին սահմանադրական ճանապարհով Նիկոլին հեռացնել։ Իսկ սահմանադրական ճանապարհ այս պահին եւ միշտ եղել եւ մնում է այս կառավարության անվստահություն հայտնել եւ հասնել հաջողության։